Սրանից մեկ ամիս առաջ Մի փոքր առաջ եկաք, հա։ Եկաք եւ հաստատছি որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով ինչ չի անում, ինչ ակնկալիքներ ակնկալիքներ, որ ոչ մեկ չի աշխատում, մենակ ԱԱԾ տնօրենի հանդիպում եղել է։ Չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի փոխ տնօրենի հետ հանդիպել չեմ ուզում։ Չէ, չունեմ, սպասելիք չունեմ։ Սանամյանի հետ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել այդ միջգերատեսչականի։ Տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժվում։ Այս հանքանիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի։ Անունս հենց այն ի սկզբանե ծնողների անունը որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ։ Բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ անելու։ Արանքում ակուրատնի սիրուն գեղեցիկ ձևով փուկ արին։ Որտեղ գիտեի, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Ես մեկը կա ծնողներ դեռ կասկածարար։ Կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո չեն գնացել ու վերջի հանդիպումը որտեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ, մոտեցավ, պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչ չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց, գայինք ինչ անեն, գայինք կապիտությունները ձեր նային։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ ու նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ կա, եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չեր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այդտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Խաղոններ կա։ Պարոն Ղուկասյան, Չէ, ես ատներ ո՞նց դուք կոնկրետումից եք խաբում։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Այդպես բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակ։ Ջալալ Հարությունյանը Վարդաշենք։ Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Մի դրվագով։ Ոլի շով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն ոչ մի բան չի անում։ Հիմա հարց Այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ։ 25 թվականի սեպտեմբերին զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքն էլ խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանենք անդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերց։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբորը, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրելանդ է, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինողը, այդ բարդակ շինողը իրանց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում։ Բաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Հիմա ձեր գործողությունները ինչ են եղել։ Չէ, հիմա այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան, լիքն է։ Թող հիմա քննիչ հանձնաժողովի գործը ո՞րն է ելը, ուզում դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում, քննիչ հանձնաժողովը ի՞նչն էր քննում։
պատերազմի հետևանքները։ Այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, չի ելավ ու մեղքով եղավ։ Ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուր չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք այ 2 կորպուս, 84 միավոր զրահտեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահ տալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմից ուժացնեմ, ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավել լավ է զենքը ձեռս կմեռնել, թուրքի, ինչա, բա էդի չի տանում, այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի դասում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք, մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այդ մնացած հարցերին, հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ, ընդեք վաղը կռիվելա վելի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջ ներս։